Նախ խաղաղություն ձեզ քույրեր եղբայրներ ջան, եւ փառք Աստծո այսօր ունենք լի ժամանակ հանդիպելու, կիսվելու, խոսելու։ Ուզում ագի մի քիչ այս զրուցել։ Եթե եկեղեցին չունի երեխա, չունի մանուկ, ան եկեղեցին սպառվող եկեղեցի է։ Կոչվել մայր, կոչվել հայր այնքան հեշտ է, բայց լինել հայր, լինել մայր այնքան դժվար է, հանգիստ չի։ Եվ այսօր մեր տասար աղջիկները ամուսնանում են, տանն ամուսնանում են, ներեք ինձ հանգած չնեղանաք, խնդրում եմ, նեղանաք ինձանից լավ է չասեմ, բայց դեղացնող հոգեբանությամբ չեմ ասում։ Ուզում են ամուսնանան, բայց որ մայր լինեն, մայրական, հայրական սիրտ ունենան, դա դժվար է։ Ինչպես երեխան ունի կարիք մեծանալու, հասունանալու, նույնպես մայրը հայրը ունի կարիք իրոք գալու մայրանալու, հայրանալու, իրոք կոչվի հայր, կոչվի մայր։ Նախ մենք իմանանք երեխայի արժեքը, ով է երեխան, այ ով է երեխան։ Ըստ Աստծո աշկերի ով է երեխան։ Ես կուզեմ կարդալ Սաղմոս 127-ի 3-րդ խոսքը, 127:3։ Ահա տղակը Տեր ժառանգությունն է, որ վայնի պտուղը անոր պարգևն է։ Տղակը Տեր ժառանգությունն է, որ վայնի պտուղը նրա պարգևն է։ Նա քոնը չի, նա Աստծուց է տրված քեզ։ Նրանք Աստծու երեխաներն են։ Նա տվել է քեզ, դու են խնամես, ուղես, օգնես երկինքի համար։ Նա Տիրոջն է, Տիրոջ ժառանգությունն է։ Եվ Կողոսացիս գրքում գրված է այսպես, առաջի գլուխ, եւ մայրերս, հայրերս ինչ ենք անում, որն է մեր անալիքը, ինչ ենք մենք անում, որ դեսեք ինչ ենք մենք անում։ 28 խոսքը։ Զոհ մենք քարոզենք, ամեն մարդ կխրատենք, եկե սովորացնենք ամեն մարդ բոլոր իմաստությունով, որպեսզի ամեն մարդ կատարյալ կեցնենք Քրիստոս Հիսուսով։ Որ համար ես ալ կաշխատիմ ջանք անելով իր ներգործության համեմատ, որ զորությունով իմ մեջս իր գործ կդրվի։ Մենք դա ենք անում։ Դու երեխա ես պատրաստում երկինքի համար։ Դու մարդ ես կերտում Աստծո հոգով, որ նա երկինք մտնի։ Նրանք նրանք եկեղեցու մի մաս են երեխան, նրանք ավելորդ չեն։ Կամ մենք ենք ավելորդ համարում, բայց նրանք երբեք էլ ավելորդ չեն Տիրոջ աշխարհին։ Քույրեր եղբայրներ, նա Տիրոջ ժառանգությունն է։ Երեխան Տիրոջն է պատկանում, Տիրոջը, ինչքան դու ես, այնքան հավասար քեզ ինքն է։ Եվ ինչի է պետք երեխային կրտել մանուկ հասակից, ինչի է պետք։ Քույրեր եղբայրներ, երեխան լա ծնվում մեղքի բնությունով։ Երեխան ծնվում է մեղքի բնությունով։ Սաղմոս 50:19 ասում է. «Այ ես անունով ծնվա ու իմ մայրս մեղքով ղիացավ ինձ»։ 10 խոսքը։ Ով Աստված իմ մեջ ես մաքուր սիրտ, ուղիղ հոգի նորոգ է։ Ես անունով ծնվա, մայրս ինձ մեղքով ղիացավ։ Երեխայի մեջ էլ այդ մեղքի բնությունը գիտեք։ Ես մի հատ դեպք պատմեմ մեզ մոտ։ Քուրիկը երկու հարս ունի, երկուսն իրարից քիչ առաջ, հետո առաջ, 3 օրվա տարբերությամբ, հարսն ասում է մամա երեխուն նայի մինչև գնա խանութ կամ արդեն քնած է երեխան, դա ասում է գիտես շուտ արի։ Վերջը մաման գնում է, միջդո երեխան արտանում է։ Երեխան արտանում է, խեշկիցը մայրիկը վերջապես ուզում է հանգստացնի, ճար չկա, չի հանգստանում երեխան։ Ահա պատանն աշկը թե յամա դե հարսը եբ դիգա։ Էսը տրակում է։ Մյուս հարսն ասում է այ մարդ, այ աղջիկ ջան, դան կուրս տուր, մինչև մերը գա, այս կտրակի։ Հիմա կուրս է տալիս հարսը, մյուս հարսը, հոդը առնում իր մայրը չի վերցնում կուրսը, ավելի է կատաղում։ Երեխան հոտից մորը ճանաչում է։ Ու հանկարծ մայրը գալի, ասում է շուտ արա, պրծի տրակավ, շուտ արա կուրս տուր, տրակավ։ Հիմա գիտի իր մաման է, հիմա կուրսը չի վերցնում, խռվել է, ուզում ասում դուր էր, ես կամ ադես լացում էի։ Մարդը խռվել է։ Երեխան շատ նուշբ էակ է գիտեք, շատ նուշբ զգացմունք ունի երեխան։ Աստված երեխային այդպես է ստեղծել։ Դե հասկանաս երեխա, մտնես երեխայի հոգեբանության մեջ, երեխայի վիճակի մեջ։ Գիտեք, լեժիշեք դուք ինքն ինչքան վատ բան եք հիշում ձեր ծնողներից, ոնց է մաման լավ ձեզ է մասեց քաշել։ Թե չես հիշում, հարցնում եմ, ոնց չենք հիշում։ Բայց երեխան է գիտեք հիշելու։
թե դու յան ինչ ես արել։ Երեխան ունի կարիք, քո կարիք ունի երեխան ծնող։ Երեխայի առաջի դպրոցը իր տունն է, իր մաման է, իր պապան է։ Դու ես, դու։ Ես եմ եղել փոքրից հավատքի մեջ, 12 տարեկան եմ եղել։ Ես իմ ծնողներից շատ բան եմ սովորել։ Իմ ծնողներից շատ բան եմ առել։ Մի անգամ ծառավ էի, քաղաքում էինք, պապային ասել, պապա ջան, ջուր եմ ուզում, ասես բալես, տենան գորդ է ջուր կային, ժանանք հիշել, պուլպուլակներ կային։ Ման եկանք ջուր չկար ու հանգած մատ եւ իր պուլպուլակները ջարդվել է տրուբան դուրս են անել էսպես ջուրեր գնում։ Ես վազեց որ խմեմ, ոնց ֆորմեմ չեմ կամ խմեմ, ծխվում էր ջուրը, պապան նկատեց, ասես բալես կանի կամ օգնեմ քեզ։ Պապաս եկավ, բուրը պայեց ջրի տակ, պապայից բռից ջուր եմ խմել։ Մինչև հիմա 64 տարեկան մարդ եմ հեսա շուտով։ Լը պապայից բռի հոտը քիծա։ Պապայից ձերքերի հոտը քիծա։ Պապայից մամայից սերն ինձի շատ է ապրեցրել։ Իրենց վարմունքը, իրենց ուղղել է Հիսուսին ինձ, շատ է ապրեցել քուրեր եղբաներ։ Դու դված ես ծնող, պիտի հասկանաս երեխային, դու փոխանցես Քրիստոս կյանքը քո մեջից երեխային, քո աբլակերպից երեխային։ Հիսուս քարոշ չի, Հիսուս աբլակերպ է։ Հիսուս երեք չի, աղոտ չի, այն նախ աբլակերպ է։ Դե ես չկա քո մեջ։ Եմ մի գեղեցիկ համեմ ուզում փոխանցեմ ինձ ու քեզ Եսայա մարգարեություն 57 գլուխ 4 խոսքը 54-ը դված այսպես եւ Տերևան ինձի իմաստուն լեզու տվեց որպեսզի կանամ խոսքով հոգնածին օգնել գիտնամ տվեց լեզու տվեց բերամ տվեց իմաստություն ինչպես այդ երեխուն այդ հոգնած երեխային օգնեմ հեչ աղոթլես Հիսուս ջան դու ինձ լեզու բերամ ոնց իմ տղայից աղջկաս մոտիկանամ ոնց խոսեմ հետո քեզ համար մտածել ես քուրեր եղբաներ սանք այն արժեքներն են քո ծնող որ գաս իրոք ծնող արժեքներին որ կանաս երեխա դաստրագես երեքենքի համար մենք ասենք սա մի արա այն մի արա այն մի արա այն մի արավ չլինի գիտեք երեխան պիտի տենա քո մեջ այդ կյանքը դի քո մեջից Քրիստոս բուրմունքը բուրի իր մեջ նա տենա քո մեջ իմ մեջ քուրեր եղբաներ ջան ինքան հեշտ է մի արա չդու կամ եք մի անանեք որս են կամ մի արան անենք որ չի ստացվում շատ բան մեզ մարդիկ ենք երեխայի մեջ այո կա անհրաժեշտությունը կա այդ բնությունը ինչ է մեզ ուղեցույց տալիս Սուրբ Գիրքը ինչ անենք Արագած գիրք 6-րդ գլուխ 23-րդ գլուխ 6-րդ խոսքը 22-ի 6-ը կրտե մանուկը իր ճամփան սկսած ատենը որպես իր ծոցանը ատենալ անկե չխոտրվի կրտե մանու իր ճամփան սկսած ատենը ինչ է կրտել ոնց կրտենք որ այ ոնց ինչ անենք որ կրտվի երեխան մեր փոքր երեխան ոնց կրտես իր ճամփան սկսած ժամանակից ոնց կրտենք Սանուզեմ կից զուգահեռ կարդալ ողջ Երեմիայի մեջ գրված երկրորդ գլուխ 18-ի երկրորդ կեսը եւ 19 խոսքը երկրորդ գլուխ ողջ Երեմիա 18-ի երկրորդ կեսից 19 խոսքը Քեզի հանգիստ մի տուր աշկիդ բիբը չդատարի ելիր գիշերով աղակե գիշվա պայրուսկիզբը Քոսը ջուրի պես թապետ Տիրոջ եսն արշև ձեկ այդ անոր վերցուր քո տղոցդ հոգիների համար որոնք ամեն փողոցներում գլուխը անօթություն է կմարին քեզի հանգիստ մի տուր իսկ մենք չենք ուզում մեր ներեք ինձ կախիստ է խոսս ներողություն դու չես ուզում ծնող երեխայդ հետ մեծանաս չես ուզում ծնող երեխայդ հետ ծերանաս զալա չունես իրան տալիս ես կոմպյուտերը գնախած է զալե չունեմ հետո սատանան երեխայդ զալեն գտանի հետո քո զալեն գտանի էլ ուշ կլինի Ինչ ես արել դու քո երեխայիդ համար հատ ջուր տալը դաշայ մատնա տալիս դուրս հոգերի մայր կուզես երեխադ երկինք մտնի կուզես քո տղան աղջիկը երկինք մտնի ինչ ես ծնե ում համար աշխարհի համար ում համար ենք ծնե քուրեր եղբաներ մենք դիսա մտածենք երեխայի արժեքը հասկանանք
Երեխան Հիսուսի այրան արժեքն է, այրան գինն է երեխան։ Աստված քեզ պարգևլա երեխա, ներեք ինձ, որքան մայրեր հայրեր կան, ուզում են երեխացնեն ու չունեն, էլ հիվանանոց էլ աճու ձախ էլ եւ այլ, կամ մեղասու չցավացնեմ, կամ ծնվում են անառողջ, բայց դու առողջ երեխա ես ծնե, բայց Աստված քեզ պարգև ատվե ու դու անհոգ ես այդ պարգևի վրայով, անհոգ ես, ճիշտ ես վարվում։ Իմ ընտանիք այցելեցի, մոտ իմ հասակին ամուսներ էին, ես սիրում եմ երեխաներին փաթաթվել, տունը մնեմ, սիրեմ երեխուն շատ զունդարցնեմ, դենց եմ, իրոքը դենց եմ, ես սիրում եմ, իմ թորնիները սիրում եմ, չգիտեմ, փաթաթվեց երեխին, պահ չի կարեցի, բալես ոնց եք երեխին, վերջապես մաման պապան են են, յանք զբավան արդեն հյուրասիրությամբ, մեզ տղան մոտեցավ ինձ, փաթաթվեցի, բալես դու ոնց ես, 15-16 տարեկան էր տղան, որ փաթաթվեցի, պահ չի կարեցի, փաթաթված, մազում թողեմ, չի թողում, վիզս թրջվեց, լացում էր տղան, նեգ ինչ ասեց ինձ, սենց գրգախառնված, դրադի եղբայր, բայց ինչին պապասել քո նման չի, երբես գրգախառն է վերջի անգամ քո տղայիդ հետ, քո աղջկադ հետ, երբես վերջի անգամ, որպես կուրսք ընգել այն քո վրա, երբես վերջի անգամ իրա զգացմունքն զգացե քո մեջ, երբ մենք միշտ մերն ենք ուղում, բայց իրանց չենք ուզում հասկանանք, դա սխալ է, քույրեր եղբայրներ, դուք էլ այստեղ այս չար աշխարհում ավելի վտանգավոր է այսօր երեխայի համար, անկեղծ եմ ասում, դրամ ավելի պրոբլեմ է, քան թե մեր մոտ, ավելի ճահիճ է այստեղ, քան մեր մոտ, ինչքան իմաստություն, լեզուբերան, շնորհք խնդրես Հիսուսից, որ օգնես այդ երեխեքին, այդ հոգնածին օգնես, այդ տղային օգնես, մաննա փոքր աղջիկս 25 տարեկան արտնամայր է, տանը նստած մենք գա նստի չոքերիս, կցիրան չոքերիս, փաթաթի պապուլ ջան, բախվալես ատեմ հիջիցա չոքեր ցաված աղջի ջան, հոտոտած իմ պապուլը չես, ես քեզ սիրում եմ, դու մերը չես։ Իզում սանք դու գրեք սե մոտ, եթե ունեք գրիշ տետրակ։ Երեխան ունի 6 կարիք։ 6 կարիք։ Առաջի կարիքը դա երեխան սիրվելու կարիք ունի։ Սիրո կարիք ունի։ Ծնողի ջերմության ծնողի կրծքին ընկնելու, ծնողի ձեռքին գրգվելու կարիք ունի երեխան։ Սերը բարդ չի, նախադասուն չի, սերը վերաբերմունք է, սերը շուրթեր ունի, սերը սիրո աչքեր ունի, սերը սիրո ձեռքեր ունի, սերը փաթաթվել ունի, սերը վերաբերմունք ունի, սերը ապրելակյանք է։ Պիտի դնա երեխան կոմեր դիրան սիրում ես անկախ իրավիճակից, անկախ ինչպեսին է ինքը։ Դա սեր է, երբ Աստված մեզ սիրեց, չնայած մեր որակին վիճակին սիրեց, անկախ մեր վիճակից նա սեր է Աստված, անկախ քո վիճակից սիրեց մեզ Աստված, դու պետք է անկախ երեխայի վիճակի սխալներից դու սիրես երեխային, երեխան սիրվելու կարիք ունի, գրգվելու կարիք ունի, անկեղծ եմ ասում, իմ պապայից, մամայից ես այդ սերը վայելել եմ, սերը տեսնեմ, իրենք այսօր չկան երկուսն էլ, այդ սերն ինձի գերել է, այդ սիրուց ես սիրել եմ Հիսուսին, իմ հայրս ինձի շատ բան է ցույց տվել, սիրող Աստծու մասին, շատ բան է խրատել ինձ, տեսնեմ իր աղոթների մեջ իմ անունը տալով իր արտասունքն եմ տեսել, իր սուքն ու ողբն եմ տեսել, ինձս քանդվում էին դրանցով, ծնող դու մեծ դեր ունես քո երեխայի կյանքի մեջ, մեծ դեր ունես, ուր է քո երեխան հիմա, շատ երեխաներ չգիտեմ ինչ կարգավիճակում են, ուրեր եղբայրներ ջան, առաջի կարիքը երեխայի սիրո կարիքն է, որ իրան սեր տաս,